Վտանգներ շատ կան իհարկե։ Ուղղակի մեր վարչապետը տենց հնարավորություններ չունի, այդ կարգի դիվանագետ չի, որ գնալ այնպես հարցերը դներ, որի օգուտ մեզ աշխատեր։ Իհարկե լավ կլիներ, որպեսզի մենք ազատվեինք ԵԱՏՄ-ից եւ կարողանայինք ուրիշ ճանապարհ ունենայինք տեղաշարժվելու։ Բայց ոչ մի բան չեմ ակնկալում, ճիշտն ասած։ Քննադիրները գնում գալիս են, մարդիկ գնում են առևտուր ունենում գալիս են։ Հիմա մնում է ընդամենը այդ օրինական ինչ-որ մի բան անել, այդքան մեր ասենք տուրիստական գնում են, չէ՞, մեր ժողովուրդը գնում են, գալիս են։ Ինչ-որ իրավական հիմքերի վրա դրվի, բայց նենց որ շահեկան լինի Հայաստանի համար, ոչ թե Թուրքիայի համար։ Փոխադարձ կոնե լինի այդ ամեն ինչը։ Մեծ Թունանի գաղափար առաջ քաշել ընդհանրապես թուրքերը թող գնան գան ծաղրանքով եւ այդ ամեն ինչով, դա նշանակում է կատարել թուրքի պլան, այսպես ասեմ, թշնամու պլան է նշանակում կատարել, որովհետեւ ի վերջո Մեծ Թուրանը the pan-թուրքիզմ այս գաղափարախոսությունն է, ոչնչացվել են մեր հայրենակիցները ժամանակին 1915 թվականի ցեղասպանության ժամանակ եւ հիմա երբ որ բարձրաձայնում են Մեծ Թուրանի գաղափարը, թեկուզ սարկազմով սա կարող է նորից մեզ դնել այն վտանգի տակ, ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը, դառնանք էլի չխրատվող ժողովուրդ, էլի թուրքերը մորթեն, ցավոք սրտի մեզ, որովհետև թուրքը երբեք չի փոխվել, դա միֆ է, բարեկամությունն էլ դա հնարավոր չէ, փորձել են թե Նժդեհը, թե մյուսները այն ժամանակ թուրքի հետ բարեկամություն, բայց ցույց է տվել պատմությունը, որ դա հնարավոր չէ, որովհետև թուրքը միշտ ցանկացել է այդ վայրագությունը մեր հանդեպ անել, միշտ ցանկացել է իշխել, ինքը միշտ խլել է այն, ինչը իրեն չի պատկանել, ուրիշի ունեցվածքի եւ ուրիշի ինչքի վրա է եղել ընդհանրապես իր կենտրոնացումը։ Երբ Նիկոլը վերընտրվեց երկրորդ անգամ, աշխարհում բոլոր պետությունների ղեկավարները ապշել էին, պարտված բանակի ղեկավարը վերընտրվում է։ Միայն երկու պետություն էր ծափահարում, դա Ադրբեջանն էր ու Թուրքիան, որովհետև Նիկոլը Թուրքիայի դրացոն է, իրենք ուրախացան, որ վերընտրվեց Նիկոլը։ Այնպես որ ես Էրդողանի բարեկամությունից լավ բան չեմ սպասում, ինչ վերաբերում է սահմանները բացելուն, դա շատ կարճ ժամանակա ընթացքում Հայաստանը վերահացելու վիլայեթի է։ Թուրքերը կմտնեն Հայաստան, կառնեն այս ամեն ինչը, Նիկոլը, որ ասում է հեծը պետականացնեմ եւ այլ, մի ընթացք հետո բաց բաժնետիրական ընկերություն կստեղծի, կհայտարարի ով ուզում է թող առնի, իսկ առնողները լինելու թուրքեր։ Եվ այսպես հետո ջուրը, հետո գազը, մյուսը, ու Հայաստանը կվերջանա։ Պրինցիպի պետք է գնալ գալ, այդ նորմալ է, ուղղակի դերը մի քիչ էսի նիֆտոն այն դերում չգնաց են, էլի։ Դες չեն գնում Թուրքիա, դες չեն պահում իրենց վարչապետները, ինտեգրվել է, բանը, էդի նիաբրացիմի պրոցեսներ է, դա պտի լինի, բայց դες չի արվում, նինատակի խուսլով է։ Էմոն Իվան Գրոզնին ասում են, я буду править, если мы на каких условиях, если мы позже поговорим, дали споном это. Не так делается. Микиш шат херч гнать, если микиш шат анец валяшный Эрдоган, это масхит гнал частик ман, шинче. Турция гнала потилинер хахтана газдейру. Он должен был поехать в Турцию как победитель всех. Եղած սախ իրադարձությունների հաղթանակ։ Չեմ ասում, գուցե եւ ճիշտ արեք, գուցե եւ սխալ, հիմա եթե այս սաղ Բլիժնի Վաստոչնի պատմությունից, այս Պարսկաստանի պատերազմից բանից, եթե մեզ դա չկպավ հանգարց, ուրեմն զասլուգա ունի այդ մարդը։ Պրինցիպի, եկեք մի քիչ օբյեկտիվ լինենք։ Եկեք նայենք տնտեսական հարցից, տնտեսական անկյունից, դա հնարավոր է, որ օգուտ կտա։ Տրանզիտի վճարը։ Ինչ որ վերաբերում է մեր Հայաստանի գյուղատնտեսությանը, թող մեր Հայաստանի գյուղատնտեսությունը մեզ այդպես չտալանի։ Ես շատ լավ գիտեմ, չեմ մեղադրում ոչ մեկի, բայց դե կոնկուրենցիան թող թույլ տա, պուս վիգրիցի նեշի, ոչ մեկ դեմ չի։ Իսկ մարալնի, գիտեք մարալնին որն է, քանի տարի անցավ բանի պատերազմից։ Խորվաթիա, Սերբիա 10 տարի, 12 տարի գնում են Հանգստանում են սերբերը, Խորվաթիա։ Էդի ես ասում եմ էկոնոմիչնի точки зрения։ Իր այդ այցերից բացի վախենալու բանից իմ երկրի համար ուրիշ բան չեմ տեսնում։ Իրանք անում են տարիներով մշակված ծրագրի իրականացում։ Քանի որ մենք շատ լավ գիտենք, թե մեր վերանշված անձը ոնց է ծառայում Թուրքիային ու Ադրբեջանին,
բնականաբար այդտեղից ոչ մի լավ բան սպասել ինձ թվում է չի կարելի։ Իսկ ինչ որ վերաբերվում է խաղաղությունն մնացածը, որը որ մանիպուլացնում են, դա կարծում եմ բացարձակ իրականության հետ համատեղ չի, որովհետև երբեք թուրքը չի ուզենա հայի հետ խաղաղություն։ Նույն հաջողությամբ ոնց որ հայը իրական չի ունենա, քանի որ մենք չենք մոռանում, որ իրանք մեր պապերին են մորթել։ Ու միջև հիմա պատիժ չեն կրել դրա համար։ Ես լինեի վարչապետ, ես չէի գնա, որովհետև մարդ պետք է արժանապատվություն ունենա։ Այսքան բանից հետո հիմա ինքը գնում է այնտեղ վիդեոներն էլ տեսնում ենք մարդու ծիծաղը գալի, էլի անհարմար է, չի կարելի։ Ասում է Թուրքիայի հետ ընկերություն արա, փայտը պայի ձեռքը, հա? Հերիքա էլի։ Ինչի ընկերություն անես, պայտնել պայես ձեռքը, հենա մի արա ընկերությունը։ Ուրիշների հետ ընկերություն արա, ինչ ա պատահել։ Վերջը մենք երբևիցե պետք է կարողանանք արժանապատիվ ապրենք։ Արժանապատիվ, ուրիշ բան չեմ ասում։ Վարչապետը ճիշտ է արել, որ գնացել է Թուրքիա։ Դա շատ կարևոր այց էր։ Եթե կարողանային, դե ժամանակներն է, ամեն ժամանակ իրանն ունի։ Առաջ չես կարող անգնես, ոչ էլ հետ։ Հիմա էր պետք նա գնաց։ Իսկ հետագան ցույց կտա արդեն։ Ճանապարհները պետք է բացվի, որտեղ մենք ոնց ասեմ, 4 կողմից շրջափակված ենք հիմա։ Պետք է ճանապարհ ունի, որ կարողանանք շնչել։ Թե ինչ կտա Թուրքիան, շատ բան կտա Թուրքիան։ Տենց շատ կներեք, հիմա մի հատ ումը կանգնես, հարցնես ինչ ես հակեք, ասի թուրքական եմ հակել։ Այսինքն եթե սահմանը բացվի, մենք տամոժնիայով ընդ Վրաստանով չենք անցնելու։ Մի անգամից Հայաստանը մտնում, այսինքն ապրանքը դեժանանում է։